Եթերում հերթապամաս հաղորդաշարի Կիրակնորյա թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Պատուհանի ապակին կոտրված էր, բայց դա արվել էր բացահայտման ընթացքը շեղելու նպատակով։ 102 համարով զանգած քաղաքացին ու կրակողը, ինչպես եւ նրանց ընդհանուր ծանոթը դեպքից րոպեներ առաջ իրար հետ են եղել։ Հանրապետության ճանապարհներին այսօր նկատվում են նաև այսպես ասած կեղծ արագաչափեր, պատրաստված ստվարաթղթից կամ այլ նյութերից։ Հաղորդումը սկսենք գողության բացահայտման մասին պատմող տեսանյութով։ Գաղտնի հափշտակություններն առանց այն էլ դժվար բացահայտվող են, իսկ այս դեպքում ավելի բարդացնող հանգամանք էլ կար։ Փորձ էր արվել շեղել քննությունը, բայց վաղարշաբաթի քրեական հետախույզները ճիշտ ճանապարհով գնացին։ Սեպտեմբերի 12-ին ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն էր զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Էջմիածնում գտնվող իր արտադրամասից գողություն է արվել։ Նրա խոսքով կոտրել էին աշխատասենյակի պատուհանի ապակին, բացել երկաթե պահարանն ու 700,000 դրամ գողացել։ Դեպքի վայրում իրականացված միջոցառումների արդյունքում վաղարշաբաթի բաժնի ոստիկանները պարզեցին, որ ճիշտ է աշխատասենյակի պատուհանի ապակին կոտրված էր, բայց դա արվել էր բացահայտման ընթացքը շեղելու նպատակով։ Աշխատասենյակ մտնելու այսպես ասած ճանապարհը նրանց հայտնի դարձավ։ Մնում էր կասկածյալի ինքնությունը պարզելը։ Մենք սկսեցինք հետախուզական միջոցառումներ եւ հարցումներ անցկացնել հիմնարկի ներսում աշխատող, ինչպես նաեւ հիմնարկի հարակից տարածքում բնակվող անձանց հետ։ Արդյունքում պարզեցինք, որ գողությունը կատարել է Էջմիածին քաղաքում բնակվող Արմեն Սիմոնյանը, որը բերման ենթարկվեց ոստիկանության վաղարշաբաթի բաժին։ Արմեն Սիմոնյանը բաժին բերման ենթարկվեց սեպտեմբերի 14-ին ժամը 11:15-ի սահմաններում Էջմիածնի Արարատյան փողոցից։ Իր խոսքով առաջին անգամ էր ոստիկանությունում երբեք չի դատապարտվել։ Զոդող է աշխատում այն արտադրամասում, որտեղից նախնական տվյալներով գողություն է արել։ Մարդ նմաստճանու ճաղավանդակներով անցել եմ ներս, դռները բաց են եղել, սեֆետորները բաց եղել, գումարը վեկալել եմ, լուսամուտն եմ ապակին եմ հանել եմ, իջացրել եմ նույն ճանապարհով ներքև։ Էջմիածնի քրեական հետախույզների վարկածը ապակին միտումնավոր ջարդելու վերաբերյալ ճիշտ էր։ Արմեն Սիմոնյանի նշած ճաղավանդակը, որտեղից ներս էր մտել, սա է, ապա բացել էր աշխատասենյակ տանող դռներն ու հասել երկաթյա պահարանին, նույն ճանապարհով էլ վերադարձել էր։ Գողության փաստով քրեական գործ է հարուցվել։ Արմեն Սիմոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Կատարվում է նախաքննություն։ Օրը տոնական չէր, բայց հերթական ճաշկերույթից եւ ալկոհոլի պատկառելի քանակ ընդունելուց հետո մարդու սիրտը հրավառություն էր ուզել։ Իսկ երբեմն խմած մարդու ոչ միայն արարքներն են լինում անկանխատեսելի, այլև հետո հնչած պատճառաբանություններն ու արդարացումները։ Սեպտեմբերի 18-ն է ժամը 17:50-ի կողմերը։ Շտապում ենք Առենջ գյուղի Մհեր Մկրտչյան 2-րդ փողոց։ Րոպեներ առաջ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգի հետքերով, ահազանգը կրակոցների վերաբերյալ է։ Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։ Այդ պահի դրությամբ պարզվել էր, որ 102 համարով զանգած քաղաքացին ու կրակողը, ինչպես եւ նրանց ընդհանուր ծանոթը դեպքից րոպեներ առաջ իրար հետ են եղել այստեղ։ Կադրից էլ երևում է ինչու, թե ինչ էր տեղի ունեցել, հետո տեղեկանանք նրանցից մեկից։ Նստած հաց էինք ուտում, կուլտուրական, մեկս մյուս հետ, թռավ տեղից, նորս գերեզման հետ է խավը, թռավ տեղից ու փախ։ Ու մեկն ասում է, հելեք դուս 15 րոպեից մենք քեզ տեսնանք։ Այ ախպեր, դու քո տուն ունես, այս մարդը իր տուն ունի։ Ինչ ես ուզում, ձեր դու։ Իսկ որ 15 րոպեն լրացավ, այդ ժամանակ կրակեց։ Չէ, դու այշոց չես կրակել է։ Քանի անգամ եք կրակոց լսել։ 4 անգամ։ Պատմածից պարզ է, որ հարևանությամբ ապրող Սոս Եգորյանը խմած է, մոտն էլ հրազեն կա։ Էդմոնդ Այվազյանի խոսքով նրան վնասազերծելու միջոցներ պետք է ձեռնարկել այդ հանգամանքները հաշվի առնելով։ Նա կապվեց Սոս Եգորյանի հետ, որը հայտնեց, թե գտնվում է Շենգավիթում, սակայն ոստիկանները նրա տանը շարժ էին նկատել։ Մյուս հարևանների հավաստմամբ էլ նրան վերջին անգամ տեսել էին տուն մտնելիս։
Կոտայքի բաժնի ծառայողների մի մասը շրջափակեց տարածքը, մի մասն էլ մոտեցավ առանձնատան մուտքի դռանը։ Կես ժամ տևած բացատրական զրույցից հետո Սոս Եգորյանը բացեց դուռը։ Քիչ անց ընթերականների ներկայությամբ Սոս Եգորյանը ներկայացրեց որսորդական հրացանը, ապա պարկուշտները, որոնք կրակոցներից հետո գցել էր մոխրակույտի մեջ։ Նա պատմեց նաև, թե ում վրա էր փորձել կրակել։ Թթի ղշերին ամեն տարի, որ գալիս են գիլասների, ծիրանների ժամանակ։ Իսկ այսօր շատ էին եկել թթի ղշերը։ Այսօր նրանք ատեն հետ են գնացել իրենց ծագողների հետ։ Ատեն նրանք հետ են գնացել։ Իսկ դուք այսօր փորձել եք թթի ղուշ խփել։ Ոչ։ Այսօր ես օծի վրա եմ կրակել, այդ նույն օծի ընկերներ եկել, որի 2 ամիս առաջ շախմատիստ Արոնյանի անձնական տրիները Աշոտը, որ իմ հարևանն է 2 ամիս առաջ, այդ օծը իր հայատում էր, ձենատով է, գնացել եմ այդ օծին խփել եմ, հաջորդը երևացել է ընկերը այսօր։ Մենք սպասում ենք և այսօր կրակել եմ այն մյուսին։ Ուղղակի անհաջող ստացվեց, որովհետև ինքը ծառի վրից թռչեց, չհասցրեցի։ Նախնական տվյալներով նա որսորդ միության անդամ է, հրացանն էլ իրենն է։ Սոս Եգորյանն ու նրա հետ կերած խմած քաղաքացիները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժին, ապա բժշկական հաստատություն։ Համաձայն բժշկի եզրակացության նրանք հարբած էին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։ Յուրաքանչյուր նոր արարություն դեռ պետք է անցնի ժամանակի փորձությունը։ Ճանապարհային երթևեկության կանոնակարգման գործում, հատկապես անվտանգության առումով, այսօր արդեն անփոխարինելի են արագաչափերն ու տեսահսկող սարքերը, որոնց անհրաժեշտության անաչառ վկան վիճակագրությունն է։ Մոտ 4 տարի է, որ Հայաստանի ճանապարհներին գործում են տեսանկարահանող սարքեր ու արագաչափեր։ Ճանապարհային ոստիկանության այս նորամուծության մասին հնչեցին թե բացասական, թե դրական կարծիքներ։ Շատերը թերահավատորեն էին մոտենում, բազմաթիվ էին դիմում բողոքները, զանազան անհամաձայնությունները եւ իհարկե ճանապարհատրանսպորտային կանոնները խախտած վարորդները։ 2014 թվականի հունիսին տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի տեխնիկական սպասարկման ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով Հայաստան ժամանեցին Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, երբ 2003 թվականին գործարկվեցին տեսահսկող եւ արագաչափ սարքերի համակարգը, հասարակության մեջ թերահավատություն կար դրանց արդյունավետության վերաբերյալ, սակայն շուտով բոլորը հասկացան, թե որքան մարդկային կյանքեր են փրկվում։ Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչները կարծիք հայտնեցին մեր երկրում ներդրված համակարգի մասին։ Իմ գործընկեր Օլիվիայի հետ պետք է հաստատենք, որ բավական արդյունավետ աշխատանքներ են իրականացվել։ Տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի համակարգի ներդրումը եւ զարգացումը շատ արագ է կատարվել, ինչը բազմաթիվ կյանքեր փրկելու հնարավորություն է տվել։ Սակայն մեր փորձառությունը ցույց է տալիս, որ դեռևս շատ բան կա անելու։ Դուք պետք է ընդլայնեք արագաչափերի եւ հատկապես շարժական արագաչափերի տեղադրումը եւ շատ կարճ ժամանակահատվածում շատ լավ արդյունքների կհասնեք։ Դուք կհամոզվեք, որ պատահարները մեծապես կնվազեն, ինչպես մեզ մոտ Ֆրանսիայում է, եւ խիստ բավարարված կզգաք, քանի որ բազմաթիվ կյանքեր կկարողանաք փրկել։ Այդպես էլ եղավ։ Մեր երկրում 2012 եւ 2016 թվականի համեմատությամբ էապես նվազել են ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու դեպքերը։ Վարորդները ավելի ուշադիր են ու զգոն, վիճակագրությունը ավելի խոսուն է։ Երևան քաղաքի Աջարյան փողոցում տեղադրված, Հրաչի Աջարյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը 2012 թվականին է տեղադրվել եւ առաջին 6 ամսվա ընթացքում նրա կողմից արձանագրված խախտումների թիվը կազմել է մոտ 10,000, իսկ 2016 թվականի 6 ամիսների ընթացքում կազմել է 1993 իրավախախտում, այսինքն 78 եւ ավել տոկոսով նվազել է հայտնաբերված իրավախախտումների քանակը։ Խանջյան եւ Տիգրան մեծ փողոցների խաչմերուկում արձանագրված 12 թվականին արձանագրված իրավախախտումների քանակը եւ նույն ժամանակահատվածում 16 թվականի իրավախախտումների քանակի տարբերությունը կազմում է 52.6%, այսինքն կիսով նվազել են հայտնաբերված իրավախախտումների քանակը։ Օրինակ Աբովյան Կորյուն խաչմերուկում 2012 թվականին ունեցել ենք 1123 դեպք, մեկի մեկ գծանշման պահանջին չի ենթարկվելու հետ կապված
2013 թվականին ունեցել ենք 750 տեսանյութ հայտնաբերած խախտումը, 510 ունեցել ենք 2014 թվականին եւ 410 2015 թվականին։ Այսինքն, եթե մենք ուշադիր նայենք ընդհանուր գրաֆիկական պատկերին, ապա կտեսնենք, որ տարեստարի ունեցել ենք 20-30%-ով նվազում եւ դա շատ լավ է, քանի որ վարորդները, այսինքն մարդը ստանալով խախտումը վարչական որոշումը այլևս նմանատիպ խախտում խաչմերուկում չի կատարում։ Հանրապետության ճանապարհներին այսօր նկատվում են նաև այսպես ասած կեղծ արագաչափեր, պատրաստված ստվարաթղթից կամ այլ նյութերից։ Այս կադրերը տեսնելուց հետո միայն կարելի է ժպտալ։ Իսկ եթե լուրջ, ապա ճանապարհային ոստիկանությունում այսօր բազմաթիվ են դիմում խնդրանքները տեսահսկող եւ արագաչափ սարքեր տեղադրելու վերաբերյալ, եւ բոլոր դիմումները հանգամանալից քննարկվում են։ Սա Կոտայքի մարզի Գառնի գյուղի մի խումբ բնակիչներից ստացված դիմում է, նույնիսկ կա ստորագրահավաք, 20 բնակիչ ստորագրել են եւ խնդրել են, որպեսզի Գառնիում տեղադրվի արագաչափ սարք։ Նույնպիսի դիմում է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի բնակիչներից, նույնպես ստորագրահավաքով, այստեղ արդեն մոտ 100-ն անցնող ստորագրություններ կան եւ խնդրում են, որպեսզի արագաչափ երրորդ արագաչափ սարքը, արդեն երրորդ արագաչափ սարքը տեղադրվի Թբիլիսյան խճուղում Երևան քաղաքի։ Սա Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի ղեկավարի գերությունն է, որով առաջարկվում է արագաչափ սարք տեղադրել համայնքի տարածքում, նույնպես ուսումնասիրության փուլում է։ Այս մեկ դիմումը ստացվել է էլեկտրոնային տարբերակով եւ Police-am էլեկտրոնային հասցեին եւ նույնպես քաղաքացին խնդրում է արագաչափ սարք տեղադրել Դավթաշեն Աղաբաբյան փողոցում, քանի որ այնտեղ երեխաների անվտանգությունից ելնելով կան որոշակի խնդիրներ։ Այս մարդիկ ցանկանում են, որ տեղադրվեն արագաչափ սարքեր, իսկ այս մարդիկ միջոցներ են ձեռնարկում արագաչափերից ու տեսանկարահանող սարքերից խուսափելու համար։ Մեկ անգամ եւս նշենք, որ արագաչափերից խուսափելու որևէ միջոց չկա, իսկ նման փորձերը ենթակա են պատասխանատվության։ Կան այնպիսի վարորդներ, որոնք արագաչափ սարքերի արձանագրումներից եւ տեսախցիկներից խուսափելու համար կիրառում են որոշակի հնարքներ, այդ հնարքներից ամենատարածվածը դա հաշվառման համարանիշի մեկ նիշի փակելն է տերևներով կամ թղթով եւ այլ միջոցներով նման դեպքերում հարուցում են համապատասխան վարույթներ եւ նշված վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ վարորդները ուղղակի կեղծում են համարանիշերը, այսինքն մեկ նիշը փոփոխության է ենթարկում, ինչը արդեն քրեորեն հետապնդելի արարք է եւ ստեղծված նյութերն ուղարկում են համապատասխան մարմիններին քրեարավական գնահատական տալու համար։ Այս վարորդները, որոնք լկտիաբար կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ճանապարհատրանսպորտային խախտումներ են կատարում, պատժվում են օրենքի ողջ խստությամբ։ Այսօր Հայաստանում գործող տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի դրական ու բացասական կողմերի մասին խոսեցինք նաեւ փաստաբան Լուսինե Մկրտչյանի հետ։ Ամենաէական եւ նկատելի, ինձ թվում է բոլորի կողմից նկատելի փոփոխությունը դա այն է, որ մեր ճանապարհային երթևեկության մասնակիցները, մասնավորապես վարորդները ավելի կարգապահ են դարձել, բարձրացել է անձանց իրավագիտակցության մակարդակը, վարորդները ավելի ուշադիր են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ, այսինքն հետևում են կանոններին, ինչու՞ չէ նաև անհրաժեշտության դեպքում վերընթերցում են ճանապարհային երթևեկության կանոնները, բազմաթիվ դրական կողմեր կան։ Բացասական կողմերը, սահմանված տուգանքները բավականին բարձր են Հայաստանի Հանրապետության ընդհանուր կենսապահովման մակարդակի տեսանկյունից։ Ամենատարածված խնդիրներից մեկը այն է, որ վարչական ակտի հասցեատերերը բազմաթիվ դեպքերում ծանոթված չեն լինում իրենց նկատմամբ կայացված որոշումների մասին։ Ցանկացած բնակավար, որտեղ կա մարդկային գործոն, չի կարող զերծ մնալ բացթողումներից։ Դրանք ղեկավարության ուշադրության կենտրոնում են։ 2012 թվականից, երբ Security Dream-ը ճանապարհային ոստիկանությանից սկսեց այս
process-ը, տեսակցիկների վարակաչափերի տեղադրման։ Մինչև դա մենք Հայաստանի Հանրապետությունում չենք ունեցել նմանատիպ ինչ-որ մի կազմակերպություն կամ նմանատիպ ինչ-որ միջոցներ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու։ Այսինքն այն գործը, որը սկսեց անել կազմակերպությունը, դա նորություն էր եւ հետեւաբար այն պետք է ունենար տարիների ընթացքում զարգացում։ Եվ 12 թվականին չէր կարող արդեն աշխատել համակարգը եւ ընկերությունը այնպես, ինչպես աշխատում է այսօր։ 12 թվականից սկսած ունեցել ենք վրիպակներ, որոնք հայտնաբերվել են արդեն որոշում դառնալուց հետո, վարչական որոշում դառնալուց հետո, Security Dream-ը իհարկե տեխնիկապես հայտնաբերելուց հետո բոլոր խախտումները, բոլոր տեսանյութերը կամ արագության խախտման բոլոր լուսանկարները մշակելու ընթացքում մենք այդ բոլոր մշակման process-ում օգտագործում ենք մարդկային ռեսուրսներ, այսինքն աշխատում են մարդիկ մի վերջնական նյութ դարձնելու համար, որոշման նախագիծ դարձնելու համար մարդիկ այդ տեսանյութերի վրա աշխատում են եւ հետեւաբար հնարավոր է որ տեղի ունենա բացթողում։ Սակայն չի եղել այնպիսի մի դեպք, որտեղ նմանատիպ բացթողումները ճանապարհային ոստիկանությունը չբեկանի կամ բողոքների դեպքում չբավարարի քաղաքացիներին։ Այսինքն եթե եղել են նմանատիպ դեպքեր, հետեւաբար ճանապարհային ոստիկանությունը անվավեր է ճանաչել տվյալ որոշումները։ Իդեպ, տեսանկարահանող եւ լուսանկարահանող արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացված որոշումները այսուհետ կարող եք ստանալ նաեւ էլեկտրոնային հասցեով։ Հնարավորությունը ստեղծվել է police.am կայքում։ Անհրաժեշտ է ընդհանրապես մուտք գործել կայք, այնուհետև տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների բաժին, որից հետո լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն եւ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի տվյալները եւ գրանցվել։ Գրանցվելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը արդեն հնարավորություն կունենան ստանալ վարչական իրավախախտման գործերով կայացված որոշումները իրենց էլեկտրոնային հասցեին։ Եվս մեկ անգամ դիմենք վարորդներին, եղեք ուշադիր ու զգոն, մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները, միասին անենք ամեն ինչ անցանկալի երևույթներից խուսափելու համար։ Լույս է տեսել ոստիկանության կրթահամալիրի օրենքի պատվար գիտամեթոդական ամսագրի առաջին համարը։ Ամսագրի հիմնական նպատակը ոստիկանության ծառայողների համար գիտական հարթակի ստեղծումն է։ Օրենքի պատվար գիտամեթոդական ամսագրի հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ գիտությամբ զբաղվող ուսանողների ակտիվ գործունեությամբ։ Նրանց կողմից պարբերաբար տարբեր գիտամեթոդական ամսագրերում հրատարակվում են հոդվածներ։ Հետևաբար կրթահամալիրում սեփական գիտամեթոդական ամսագրի ստեղծումը օրակարգային էր։ Կարևորելով ամսագրի հիմնադրումը գիտության զարգացման բնագավառում, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ ամսագիրը կարող է դառնալ իրավապահ գործունեության իսկական հանրագիտարան, գործող ոստիկանների եւ երիտասարդ հերթափոխի համար։ Նաեւ ընդգծել է, փորձն ու տեսությունը միավորելու շնորհակալ ճանապարհին չպետք է անտեսվեն օրինապահության պատմության դասերն ու արդի համաշխարհային գործընթացները։ Ամսագրի հրատարակումը ոստիկանության կրթահամալիրի վերջին տարիների հաջողված գիտամանկավարժական գործունեության արդյունքն է։ Կրթահամալիրում այսօր դասախոսում են գիտական աստիճաններ ունեցող ոստիկանության սպաներ, որոնցից շատերը հենց կրթահամալիրի շրջանավարտներ են եւ իրենց ատենախոսությունները պաշտպանել են կրթահամալիրում։ Խոսելով ամսագրի դերի մասին, ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է հետևողական աշխատանք տանել ամսագրի հեղինակությունը բարձրացնելու, պատշաճ գիտական վարկանիշ ապահովելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ սկզբից եւ հետ պետք է մերժվեն բոլոր այն հոդվածների հրապարակումները, որոնք պատշաճ գիտական մակարդակ չունեն։ Պետք է կոնկրետ եւ հստակ պահանջներ առաջադրվեն հոդվածների եւ տեխնիկական ուրեմն մասին եւ բովանդակային հատվածին։ Ես կարծում եմ առաջիկայում պետք է նաեւ հատուկ աշխատանք տանել պահանջների հստակեցման ուղղությամբ, ցանկացած անձ, ով ցանկանում է այս ամսագրում հոդված հրապարակի, պետք է հստակ պատկերացում կազմի այն մինիմալ պահանջներից, որոնք առաջադրվելու են ցանկացած հոդվածագրի։ Քանի որ ամսագիրն ընդգրկում է իրավագիտության ոլորտը, մենք գիտական հարթակ ստեղծեցինք ոստիկանությունում եւ այլ իրավապահ մարմիններում առաջացած գործնական խնդիրներին գիտական լուծումներ տալու համար։ Ներկայացնելով ամսագրի հիմնադրման նպատակները, նշեց ամսագրի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տիգրան Եսայանը։ Ոստիկանության կրթահամալիրի ակտիվ գործունեություն է ծավալում արտասահմանյան, նաեւ հայրենական, առաջադեմ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ
ուրեմն համագործակցության ոլորտում։ Այդ համագործակցության հիմնական ուղիներից մեկը հանդիսանում է գիտական ասպարեզը, որտեղ որ շատ մեծ տեղ է տրվում գիտական եւ մեթոդական ուրեմն աշխատանքների, հոդվածների, ձեռնարկների փոխանակմանը։ Այդ առումով մեր ամսագիրը մեծ դերակատարություն ունի այդ աշխատանքների խթանման ուղղությամբ։ Ամսագրի խմբագրական խորհրդի կազմը ներկայացուցչական է։ Խմբագրական խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ իրավաբանական գիտությունների դոկտոր դոցենտ Արթուր Ղամբարյանի խոսքով ժամանակի պահանջն էր, որ ոստիկանությունն ունենար իր գիտամեթոդական ամսագիրը։ Այս գիտամեթոդական ամսագիրը պետք է լինի նաև իրավապահ մարմինների գիտական մտքի համագործակցության մի հարթակ, որտեղ որ երկու տարբեր գերատեսչությունների, տվյալ պարագայում քննչական կոմիտեի ոստիկանության հետաքրքրող բազմաթիվ հարցեր կարող են դառնալ գիտական քննարկման առարկա եւ հրապարակվել, որպեսզի ավելի լայն հանրությունը կարողանա ծանոթանալ այն հարցերին, որոնք որ հուզում են եւ քննչական կոմիտեին եւ նաեւ ոստիկանությունը։ Նշեմ արդեն, որ մենք ունենք հասունացած հարցեր իրավաբանական ուղղվածության, որոնք որ առնչվում են երկու գերատեսչությունների, երկու իրավապահ մարմիններին եւ շատ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում հավաքվել գիտական միտքը, այսպես մտքի ուղղությամբ կատարել որոշակի քայլեր եւ համագործակցել, կազմակերպել քննարկումներ։ Կարծում եմ այս ամսագիրը կլինի այն ոլորտը, այն միջավայրը, որտեղ այդ քննարկումները կկազմակերպվեն եւ կհրապարակվեն։ Արթուր Ղամբարյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ամսագիրը հետագայում կընդգրկվի բարձրագույն որակավորման հանձնաժողովի տեխնացուական եւ դոկտորական ատենախոսությունների տպագրման համար նախատեսված ամսագրերի ցանկում։ Մնում է բարի ճանապարհ մաղթել գիտության բնագավառի նորեկին, վստահ, որ լիարժեք կծառայի իր առջև դրված խնդիրների լուծմանը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Հաղորդման գործընկերն է Ellipse ընկերությունը։ Ellipse 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։ Show me your soul, I gotta know best that you're beautiful inside. I don't know what you're thinking, sugar. Ամրակապվեք, պահպանեք ձեզ ձեր սիրելիների համար։ 50 կմ ժամարագության բախումը նույնն է, ինչ անկումը 5-րդ հարկից։